2026 թվականը արդեն իր տիրույթներում է։ Մարդկությունը թևակողել է կյանքի առաջին փուլ։ Նոր շրջափուլ ենք սկսում 9 տարիների, եւ այս փուլում անհրաժեշտություն ունենք, որ նոր մակարդակի բերենք մեր կյանքը, նոր միջավայր մտնենք, նոր մարդկանց հետ ծանոթանանք, փոխենք աշխատանքային պայմանները, եթե ունենք բիզնես, բարձրացնենք ել ավելի լավ մակարդակի։ Կան կանոններ, որոնք խախտել խորհուրդ չի տրվում։ Եթե դուք գտնեք, որ դուք ոլորտի առաջատար մասնագետն եք եւ ամենախելացին եք, դուք հենց խնդիրներ կունենաք այստեղ։ Խորհուրդ չի տրվում նաեւ խախտել օրենքը։ Անհրաժեշտ է, որպեսզի ամենայն մանրամասնությամբ մտածեք այս տարվա բոլոր ծրագրերը։ Խորհուրդ է տրվում, որպեսզի ոչ թե մի ոլորտի առնել ուշադրության կենտրոնում եւ սկսել այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, այլ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել կյանքի տարբեր ոլորտներում, հարաբերություններում, առողջության ոլորտում, աշխատանքային պայմանները բարելավելու, ցեղում ունեցած հարաբերությունները կարգի բերելու եւ բնականաբար մեր նպատակները կյանքի կոչելու համար։ Եթե դուք կնախընտրեք որևէ առանձին ոլորտի վրա կանգ առնել, կնշանակի, որ դուք առաջիկա 8 տարիների ընթացքում միմիայն այդ ոլորտի հետ եք գործ ունենալու, աչքաթող անելով մնացած ոլորտները եւ բնականաբար խնդիրներ ներքաշելով տվյալ ոլորտները։ Մեզանից յուրաքանչյուրը համաձայն իր ծննդյան օր, ամիս, տարեթվի նաեւ կարող է սրան գումարած ունենալ իր անձնական տարվա էներգիան, իսկ սա նշանակում է, որ մենք ողջ տարվա ընթացքում ունենալու ենք որևէ ոլորտ, որտեղ սևեռված է լինելու եւ մեր անելիքները, եւ մեր գործողությունները, եւ տվյալ ոլորտում շատ փորձություններ են սպասվելու մեզ։